Ողջույն ժողովուրդ ջան, արգանդներս բոլորիդ, շնորհակալություն Սուժանին միանալու համար, շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր գրանցվում են հջում։ Երևի վերնագրից ուշագեցիք ինչի մասին եք խոսելու։ Այսօրվա դեպ բնականաբար ազգային ժողովի քննարկումներից եւ մի փոքրիկ անդրադարձ Երևան։ Նախ սկսենք Երևանից, մինչև այսօրվա Եվրոինտեգրման թեման նախերգանքը մարսել է, էլի։ Եկեք գանք Երևանից, որովհետև երեք երբ որ շատ հարամաչելի ձևով, շատ ըմբռնելի ձևով Արոն Եղոյանը փոքրիկ դիտարկում արեց Սփյուռքի դերի ու նշանակության մասին, դաշնակցականները դիվահար եղան, որովհետև իրենք հավատում են, թե իրենք կարողանում են ասոցացվել Սփյուռքի հետ։ Ունենալ Սփյուռքում փոքրիկ մի քանի գրասենյակներ չի նշանակում ներկայացնել սփյուռքահայությանը, դաշնակցականներ։ Առհասարակ, ասեմ ավելին, Եվրոպայում ես գրեթե չեմ ճանաչում մարդ, Եվրոպայում Միացյալ Նահանգներում, ովքեր կարա մտքի ծայրով անցկացնի ձեր հետ հարաբերվել առհասարակ։ Հասկանում եք, որպես սփյուռքահայ ձեր միջոցով ինչ որ, ասենք, դուք ձեր կառույցի ներսում Հա, մեկ էլ են թանգանոց դպրոցները, որ բացել եք, որ մի $5,000 խոսքի ապսեկան, չգիտեմ, ինչքան էր, նստաբերել, անգամ որոշեցի չհիշեմ, որտեղ հիշողությանս տեղը լավ կգրավեր, էլի։ Ասենք, այդ բիզնեսները, որ դրել եք, դա չի նշանակում, էլի, որ դուք տենց սփյուռքն եք ներկայացնում, կպեք ձեր գործերին, ձեր ֆրանսիացի մանկլավիկով, ձեր շպիոններով, հասկանում եք։ Շատ հասարակ հարցադրումներ արեց ու շատ հասարակ ձևով դիտարկում արեց պարոն Եղոյանը։ Ես հասկանում եմ, որ այս թեմաները շատերը երևի հանկարծակի եկան, որովհետև այո, մեր լեզվամտածողության մեջ շատ բաներ սխալ է դրվել։ Հիմա այսօր էլ է դրվում, շատ սխալ խոսակցություններ է դրվում մեր լեզվամտածողության մեջ, եւ շատ քաղաքացիներ կրկնում են այդ խոսույթը, չգիտակցելով, որ իրենք դրված են հենց ռոպագանդային, ու իրաց լեզվամտածողությունը սկսում է այդ ուղղությամբ դատել։ Առհասարակ դա հենց արտաքին ուժերի աշխատանքներն են, որոնք որ ժամանակակից մեթոդներով ավելի հեշտ է անել։ Իհարկե դա մշտապես է եղել, ասենք հինա ինչքան մարդկությունը, բայց այսօր շատ ավելի այլ տեխնոլոգիաներ են կիրառվում եւ այլն, հա։ Ասենք եկեք մի հատ sense նայելով գանք, էլի մի քանի փոքրիկ նշումներ եմ առանձնացրել։ Ու ուզում եմ ռեակցիաները անպայման այս ուղղությամբ լինեն։ Օրինակ, Քրիստինե Վարդանյանը հետի վերեք վազել էր տուն ու sense մի հատ նյութ է հրապարակել, իբր լավ, եկեք միասին նայենք։ Սենք ինչ է ասում իշխողուժի ներկայացուցիչը։ Հայաստանը սփյուռքի մեկ հաշվի կատեգորիա, իսկ ամենասփյուռքի մեկ այլ հաշվի կատեգորիա, սա կատարյալ միֆ է։ Կատարյալ միֆ, լույված, միտավորյալ։ Լրիվ այլ նպատակներով, ոչ Հայաստանի շահերից բխող։ Հետագայում իր հակագիտական մտքերը իշխողուժի ներկայացուցիչը հիմնավորում է նրանով, որ Սփյուռքը չունի մեկ հասցե, ապա կենտրոն է եւ չկա մի հեռախոս, որով կարելի է զանգել Սփյուռքին եւ ճշտել նրա քաշը։ Այո, Սփյուռքը ունի բազմաթիվ կենտրոններ։ Սփյուռքի կառույցները ցանցային կառույցներ են։ Սփյուռքի ազդեցիկ կառույցներ կան աշխարհի ավելի քան 20 երկրներում։ Ինչն է խնդիրը։ Ինչն է խնդիրը ցանցային կառույց ունենալու քաշային կատեգորիան նվազում է ազդեցությունը, հակառակը ուժեղանում է եւ բազմապատկվում է։ Խնդիրը այն չէ, որ Սփյուռքը ցանցային կառույց է եւ չունի հստակ մի հեռախոսահամար, ինչպես պնդում է իշխողուժի ներկայացուցիչը։ Խնդիրը այլ է։ Իշխողուժի խնդիրը այն է, որ Սփյուռքում կան ազդեցիկ կառույցներ եւ անհատներ, ովքեր հետապնդում են տասնամյակներ շարունակ հայկական շահը։ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հիմա նաեւ ավելի առաջնային օրական Հայաստանի անվտանգության հարցը, գերիների վերադարձի հարցը, Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը։ Իշխող ուժը խնդիր ունի, որ այն պարագայում, երբ իրենք այս հարցերից չեն խոսում, հայկական աշխարհում այդուհանդերձ ոչ միայն կան այս հարցերից խոսող անհատներ ու կազմակերպություններ, այլ կան այնքան ազդեցիկ անհատներ եւ կազմակերպություններ, հայ դատի ցանցը, դրա ղեկավարները, որ կարողանում են չնայած իշխող ուժի ձեռքերը լվանալուն առաջ տանել այս հարցերը, բանաձևեր ընդունել, երկրների ղեկավարների հետ այս հարցերով խոսել եւ արդյունքներ ունենալ։ Իշխող ուժի խնդիրը ընդհանրապես սա է, որովհետեւ իրենց տրամաբանությամբ, եթե իրենք ենթարկվել են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին, հայկական աշխարհում պիտի չմնա կառույց ու անհատ, որը չի ենթարկվել այդ պահանջներին։ Բոլորը պետք է անցնել այդ սրիտակով։ Իրենք չեն ներում այդ սրիտակով չանցածներին։ Դրա համար էլ Ադրբեջանին ու Թուրքիային զուգահեռ հիմա իշխող ուժը փաստացի ճշնամի է հրճակել հայ դատի
ցանցին Չնամի հրճակել ազդեցիկ հայերին ու հեգնում է օրինակ նախագահ Մակրոնի հետ բարձր կապեր ունենալը, որովհետեւ պետություն ինչ խնդիր պետք է ունենա իր սփյուռքի կազմակերպված ազդեցիկ հատվածի հետ։ Ասենք Իսրայելը հիմար է, որ մարդիկ է փնտրում, անհատներ է փնտրում, ովքեր ունեն լավ կապեր եւ կարող են օժանդակել Իսրայելի պետական շահերին։ Իսկ ինչի դա չի անում Հայաստանը։ Գործող խորհրդանում դուք կարծում եմ այսպիսի ելույթներ դեռ շատ կտեսնեք հայկական ցանցը թիրախավորող, աշխարհում գործող հայկական շահերը հետապնդողներին թիրախավորող, բայց դրանից ճշմարտությունը չի փոխվում։ Այո, Հայաստանը լրիվ այլ հնարավորությունների տերպետություն է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով եւ շատ ավելի մեծ հնարավորությունների տերպետություն Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ավստրալիայում, Եվրոպայում ապրող հայերով, մանավանդ, եթե իրենք կազմակերպված են ու հետապնդում են կոնկրետ նպատակներ։ Ինչ խնդիր կա այդտեղ։ Մենք այդտեղ խնդիր չենք տեսնում։ Ավելին, ասում ենք, որ այդ համագործակցությունը պետք է ավելի սրտացվի։ Սա է ընդհանրապես իրականությունը։ Սենք ինչ է ասում իշխողուժի։ Նախ հիշեցման կարգով։ Արման Եղոյանը ընդհանուր առմամբ ասում էր, որ ըստ էության բնավ չտերագնահատել, գիտեք ոնց հայկական իրականության մեջ շատ դժվար ու անհնար է սփյուռքի դերն ու նշանակությունը առնվազն վերջին 30-35 տարիներին թերագնահատել։ Շատ դժվար է դերն ու նշանակությունը թերագնահատել։ Խնդիրը вообще չի, դրա մասին չի խոսքը։ Խոսքը հետևել է նրան, որ դուք ասել եք, որ պետք է ուժեղացնել սփյուռքը։ Արման Եղոյանն էլ դիտարկում անում, ասում է սփյուռքը ուժեղացնել նշանակում է թույլատրել պետությունը։ Չէ, սփյուռքի հետ կարող ես աշխատել, սփյուռքի անհատների հետ կարող ես աշխատել, տարբեր կազմակերպությունների կառույցների հետ կարող ես աշխատել, բայց չի կարա լինի քո պետական ծրագիրը սփյուռքը ուժեղացնել, որովհետև սփյուռքը ուժեղացնել նշանակում է արտագաղթ կազմակերպել, որովհետև սփյուռքը կարող ուժեղ լինի միայն իր սերնդափոխությունով։ Անգամ օրինակներ բերեց, օրինակ Եգիպտոսի սփյուռքը աշխարհի ամենահզոր կառույցն է եղել մոտավորապես մինչև մի 50-60 տարի առաջ։ Բայց քանի որ ժողովուրդը սերնդափոխություններ եղավ, հետո Եգիպտոսի կյանքը մի քիչ փոփոխվեց, մարդիկ տեղափոխվեցին այլ վայրեր։ Այսինքն բնական ձևով ինքը քիչ-քիչ հանգեց ու գրեթե վերջանում է։ Ուրա երբեմն ամենաուժեղ սփյուռքի կառույցը։ Եվ սփյուռքը ուժեղացել է 90-ականներից հետո արտագաղթի շնորհիվ, երբ որ արդեն Հայաստանի քաղաքացիներ են, Ժողովուրդ ջան, կներեք էլի, համալրել են Հայաստանից գնացածները համալրել են սփյուռքի շահերը, շարքերը։ Որտեղից է համալրվել սփյուռքի շարքերը, Հայաստանից գնացածներով։ Մարդը ուրիշ բան է ասում, դուք ինչ եք հասկանում, ինչ եք բացատրում, ինչ եք խոսում։ Ինչ կառույցներ ու կազմակերպություններ։ Նայեք, հայկական համայնքներ այո կան, եւ այդ համայնքները այդ երկրում ապրող համայնքներն են։ Մեր երկրում էլ կան համայնքներ։ Եզդիական համայնքը, ասորական համայնքը, քրդական համայնքը, մալականների համայնքը։ Այդ համայնքը իր հարցերը կառավարության հետ է լուծում, ոչ թե իրենց երազանքների պետության, չգիտեմ ինչ, իր հարցերը։ Անկամ ներկայացուցիչներ ունեն ազգային ժողովում ընդունեն չէ։ Հիմա հայկական համայնքը օրինակ Գերմանիայում կամ Բելգիայում կամ Իսպանիայում ինքը այդ երկրի քաղաքացիներից է բաղկացած, ովքեր ազգությամբ հայեր են, որոշները գուցե երկքաղաքացիություն ունենան։ Եվ համայնքային գործունեությունը տեղում հիմնականում իրաց ազգապահպանական գործունեությունն է։ Հիմա եթե դու ուզում ես Հայաստանից ուժեղացնել տվյալ համայնքի գործունեությունը, մտածես ինչ ձևով, ինչ նպատակով, ինչ գործով։ Այդ մարդիկ իրենց պետության մեջ են։ Ու այդպես ընկալվում են։ Այո, լինելով հայ, նրանցից շատերը անուրանալի դեր են խաղացել այս տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի կենսունակությունը բարձրացնելու շուրջ։ Նրանցից այ դուք եք, որ սփյուռքին դիտարկում եք, որպես փող կերելու աղբյուր։ Այ խնդիրը դա է, դուք չեք հասկանում սփյուռքն ինչ է։ Եվ խնդիրը իրականում, նայեք, ասում է Իսրայելը, կներեք, եվրեները աշխարհի ինչ որ կուսակցության անդամ են,
Դուք գնացել եք, այդ համայնքները մտել եք ու փորձում եք կուսակցականացնել հերիք չի։ Մի հատ էլ փորձում եք ձեր խողովակներով այդտեղի կառավարությունների հետ կապեր հաստատել ու հայ համայնքների անունից ապուշ բաներ խոսալ եւ շատ դեպքերում բացասաբար տրամադրել այլ համայնքների դեմ եւ օրինակները Հունաստանից սկսած որտեղից ասեք բրծած բազմաթիվ են։ Դուք կուսակցություն եք, քաղաքական ուժ եք։ Ի հեճուկս ինձ։ Դուք ըստ ձեր քաղաքական կուսակցության նպատակահարմարության ու պատկերացումներով եք գործում տվյալ երկրում։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում։ Այո, աշխարհի շատ երկրներում ռուսական համայնքներ էլ կան։ Եվ այլն, տես բաներ լիքը ուկրաինական համայնքներ կան։ Հետո իմիջայլոց, եթե ուզում եք շատ ավելի ակերտ ձեր ասած կազմակերպությունները, քանի որ դաշնակցությունը ըստ խորհրդային միության KGB-ի պետի անվտանգության առաջին համարի գրած գրքի, իր գրած գրքի ամբողջովին արդեն բյուրոն բաղկացած էր իրենց վերբովկա եղածներից, այդ ձեր նշած անձանց շրջանակներին շատ դեպքերում, այո, իբր նրանց մեջ հայրենասիրական բանը բարձր պահելով ձեր միջոցով, օգտագործում էր իր պետական շահերի համար։ Հասկանում եք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, այո, կներեք, Սփյուռքի հանձնակատարխի ունենք։ Ես չգիտեմ ինքը ոնց է աշխատում ոնց չէ, հարցը, բայց խի ունենք, մի ժամանակ էլ Սփյուռքի նախարարություն էր։ Համատեղ աշխատանքներ իրականացնելու համար ինչ-որ ծրագրեր, ես չեմ տեսել ոչ մի նորմալ ծրագիր։ Առնվազն շարունակական ծրագիր, երկարաժամկետ չեմ տեսել, չգիտեմ, բայց կապի միջոց կա Հայաստանի հետ։ Եվ առանձին մարդիկ ու կազմակերպություններ նույնպես ունեն, բայց երբ որ դուք Սփյուռքը մի անունով եք կոչում, մարդը հարց է տալիս, երբ որ ասում եք հայության շահեր, համայն հայության շահեր, ձեր նեղ 5 հոգանոց գրասենյակներով, կարող եք իմանալ, ասենք Ֆրանսիայի հայը, օրինակ, ձեր ասած հայը, որ ասում է համայն հայության շահեր, այդ համայն հայության շահերի մեջ մտցնում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայերի շահերը։ Ու որոնք են դրանք, օրինակ, այդ ոտեց անպագորգոր խոսում եք։ Որ դուք փորձում եք ձեզ ասոցացնել սփյուռքահայության հետ, որ հիմա էլ Սփյուռքին թունավորեք Հայաստան։ Ինչքան որ թունավորել եք, դա ձեզ դեռ հերիք չի։ Դուք ուզում եք ավելի թունավորեք իրենց սեփական պետության դեմ։ Մի հատ ծրագիր արել եք, մի հատ այսօր sense անում Գեղամա Մանուկյան։ Ասում է Հոմենտմենի ներկայացուցիչները եկան Հայաստան, երիտասարդները, բան, ավելի քան այսքան երկրից, այնքան երկրից։ Շատ լավ, Հոմենտմենի երիտասարդները շուտ են գալիս Հայաստան։ Ինձ կասեք ձեր Հայաստանում քաղաքականության դաշնակցությունը, որ մտել է քաղաքական դաշտ Հայաստանի Հանրապետությունում, մինչև այսօր Հոմենտմենի դրսից եկած քանի երիտասարդ է, այդ որ եկել են, էլի մնացել։ Մնացել, էլ չի գր, ասել է, ես մնում եմ էլ Հայաստանում, վերջ։ Տուրիստական տուր եք բացել, բերել ֆռռացել տարել եք։ Այսքան երեխա եկավ, եկան, մնացին, քանիսը մնաց։ Քանիսը մնաց։ Չէ, շատ լավ է, տուրիզմի ցուցանիշը բարձրացավ, այդ չի հարցը։ Օրինակ, Կանադայից եկած երիտասարդներից քանիսը մնացին Հայաստանում։ Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից քանիսը մնացին։ Մենք նրանց բերում ենք Հայաստան, էլի եկել էին բան։ Շատ լավ է, թող գան գնան։ Կամ եթե ուզեն մնան, ես մենակ երջանիկ կլինեմ։ Բայց դուք ճիշտ ակրը դուք զարթողական քաղաքականություն եք վարում համայն հայոց հայկականության դեմ, համայն աշխարհի հայկականության դեմ։ Պարակտել սարքել եք չգիտեմ ինչ հայկականությունը, որովհետև նպատակներ չեք ունեցել։ Հայ դատի գրասել։ Հիմա մի հատ բան ասեմ, ես խոսում եք Ֆրանսիայի եւ Մուրադ Փափազյանի մասին։ Այն որ Չերեզ Մակրոն համոզել էր, որ Մակրոնն էլ ստիպված Փաշինյանին խնդրի, Փաշինյանն էլ թույլատրի, որ ինքը գա Հայաստան։ Ու հենց գլուխ է գոմով տեսնում եք ինչ կապեր ունի։ Եք մա հասարակ հարց տա։ Այդ կապերը Մուրադ Փափազյանը Հայաստանի Հանրապետության շահերի հայության չէ, այդ ձեր ձևակերպումները ձեզ պահեք։ Հայաստանի Հանրապետության շահերի օգտին ինչ քայլ է արել կյանքում։ Ուրեմն, նայեք,
Մենք ունենք արտաքին հետախուզական ծառայություն Փարքաստու, որը չենք ունեցել երբևէ։ Որին դեմ է քվեարկե դաշնակցությունը։ Արտաքին հետախուզական ծառայությունը Սփյուռքի հանձնակատարը ու էլի շատ կառույցներ։ ԿԳՄՍ նախարարությունը հազարած ծրագիր ունի անում։ Կառավարության ծրագիր է մասնագետներին բերելու, օրենքներ բանանել, օրինագծեր ընդունելու։ Մի խոսքով ունի ծրագրեր։ Դրանք ծրագրերի շրջանակներում են իրականացվում, այլ կերպ մի քիչ բարդ է։ Այլ եթե դուք աջակցեք պետությունը մի քիչ լավացնի իր վիճակը, մի քիչ այդ ատելությունը որ հանեք, հավատացեք Հայաստանը կուժեղանա, որովհետեւ չի կարող Հայաստանն ու Սփյուռքը համատեղ ուժեղանա։ Մեկը մյուսի հաշվին է ուժեղանում։ Տեկտոնիկ ինչ որ ցնցումների։ Հիմա գալով Մուրադ Փափազյանի թե նախ ես կարող եմ մի քանի առնվազն եւ մի հատը շատ կարեւոր հասարակական կազմակերպության անուն տալ, էլի համայնքի հայկական, ովքեր որ իսկապես կարևորագույն գործերները 20 թվականից սկսած մինչև հիմա հիբրիդային պատերազմներից պաշտպանելու ունդեղի հայությանը մի խոսքով կարևորագույն աշխատանքներ են տարել ու որ Մուրադը Փափազյան չի ներկայացնում։ Նա որ ասում եք ավելի քան այսքան բաներ ներկայացնում կառույցներ Ֆրանսիայի հայերի, չգիտեմ ինչից անուններն են դնում, դաշնակները սիրում են ճանաչում։ Հիմա երբ որ Մակրոնը խնդրել է որ գա Հայաստան, դու տեսնում եք ինչպիսի կապեր ունի։ Արա, նա բան հարցնեմ։ Okay, իրավու Մակրոնի հարաբերությունները ասենք դες լրիվ ախպերական հարաբերությունները։ Ընդունենք սա։ Ու ինքը մի օր Մակրոնի հետ նստած չայ խմելուց են լինում, ու դենց ինքը իր տեսանկյունից թե որ այս ճիշտ թեման Հայաստանի շահերի օգտին է երևի, ու տես մի հատ բանա թեմա է առաջ տանում Մակրոնի մոտ։ Մակրոնն մտածում է կարող է Հայաստանից է էլի գալիս այդ բանը սիգնալը։ Նույնը հետո որ ձախողի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը իր իրական գործառույթը ո՞նց ենք տարանջատելու, որը ինչից եղավ։ Ո՞վ է պատասխան, Մուրադ Փափազյանն է պատասխանատվությունը կրում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կամ առանձնական ինչ-որ Մուրադ Փափազյանը Հայաստանի թեմայով կարանք իմանանք ինչ պատասխանատվություն է կրում։ Մուրադ Փափազյանը ուզում է իր կապերն օգտագործի հանուն Հայաստանի Հանրապետությունը։ Թող իր կապերը լավացնել տվյալ երկրի լեգիտիմ իշխանությունների հետ, ես չեմ ասում կուսակցությունը փոխել, քաղաքական Հայաստանը փոխել, ոչ, բացարձակ։ Բայց եթե դու պետության թեման ես ուզում առաջ տանես արտերկրում ելնելով քո հնարավորություններից, դու պիտի փորձես շփվել պետության կառավարիչների հետ լեգիտիմ ու տեսնես ինչ անհրաժեշտ իրանց, ինչ կարող ես դու անել։ Հասկանում ես։ Տարական բաները ինչ կա չջոգելու։ Էնելով Մուրադը Փափազյան։ Դաշնակցականները խոսում են Սփյուռքից։ Ձեր կառույցը պահել են կոնկրետ խորհրդային միությունը, ձեզնից ամեն երկրում մի հատ ներկայացուցչական տեղ է պահել, աշխատել է ձեր հետ, որպեսզի ընդդեղի հայկականության տվյալներ փոխանցեք, շպիոնաժ անեք։ Դուք եղել եք խորհրդային վերջին տարիների շպիոնները Սփյուռքում։ Հələ վերջին տարիները ասացը մի քիչ կասկածելի է, որովհետև կարող շատ ավելի բաղուցվանից է տենց դարձել։ Դուք ով եք Սփյուռքից խոսեք, դուք ո՞նց կարեք Սփյուռք ներկայացնեք։ Հա, կարող Սփյուռքը մի հատ տենց շերտ քաղաքական ընդ որում։ Այ ինչպիսիք են օրինակ ցեղասպանության ճանաչումը, հասկանու, գիտեք ինչ։ Ցեղասպանության ճանաչումը այդ են թեման, հա, որտեղ շատ հայեր ունեցել են իրենց ներդրումը։ Հայդատի գրասենյակի, չնայած այնտեղ հարցերը շատ կան հայդատի թեմաներով, բայց հասարակ բան ասեմ։ Ես այն օրը կարդացի իմ ընկերներից Կարո Հակոբյանի նամակը ու երևի ինչ-որ բան նախազգում է, էլի որ կարդացի, ինքը հրապարակում էր արել, ինձ էլ մեսենջերով ուղարկել էր, որ նայեմ այն իմաստով, որ ադրբեջանցիները, օրինակ, Շվեդիայում փորձել են էլի արևմտյան Հայաստան տերմինոլոգիայով ինստիտուցիոնալ ձևով կոնկրետ եսիմինչ դասընթաց եսիմինչ կատարել։ Այս մարդը դրել գրառումը արել է։ Կարան իմանամ ինչ եք ձեռնարկել։
Սփյուռքի կառույց դաշնակցա, ինչ եք ձեռնարկել սրա դեմ, թե պիտի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ կար, որ Սամալյոտի դեմը փագեիք, քայլելուց դեմը փագեիք, չգիտեմ, են ուկազածելն դեսպանատան բռնեիք, ջարդեիք, վիրավորեիք, բան, այդ պիտի Հայաստանից լինեին, որ անեիք, բայց եկել էին ադրբեջանցիները, ու գործունեություն էին փորձում ծավալել, ինչի՞ չեք փորձել խոչընդոտել, նպատակահարմար չեք գտել, թե կարող է այդ երկրում ազգային խտրականություն դնելու թեմայով վզնայիցը բռնեին, տանեին, փագեին, ինչ եք բոյկոտել բա, գնայիք ակցիա մի հատ անեիք, փագեիք դռան դեմը, տեղեկություններ նախապես չեք ունենում, պետությունը ում հետ պետք է, կապի մեջ է, ով էլ Սփյուռքից ուզում է պետության հետ կապի մեջ լինի, ինքն էլ է կապի մեջ, դուք արանքը ոտքի տակ իզուր մի ինգեք, Հələ Հիմա են մեզ բացատրում է, գիտեիք հելա, սկսան, գիտեիք մեր Սփյուռքը, որ ու սկսան խոսալ, ոնց որ եկեղեցու թեման, կտրիչին ներսիսան ասում ես կոնկրետ բիջա, կոնկրետ հակաստվածային սատանիստ կերպարա, իրականում մեր եկեղեցին, եսին ինչ եք անում, Այնրանք իրանց սրբազան կոչեցյալ ջիհադիստերով պետության դեմ ինչ ասեցին, էդի իրանց հեչ պետք չէր, ձեռնտու էր, հենի են, ոնց ընդ ասել է եկեղեցիները չուլան են, ինչը լսել է տես մեկնաբանում են, հիմա են որոշել են, դուք որոշել եք Հայաստանը կտրել, Արցախ Սփյուռքը կտրել Հայաստանից ոչնչացնել Սփյուռքը, ինչեր են խոսում, նրանք ովքեր որ կոալիցիոն կառավարություն էին մի ուժի հետ, ում նախարարը ասում էր Սփյուռքը փող պիտի ուղարկելու համար է, բա ինչի համար է։ Բայց նա ստեղ նայեք, մի տիկին էր հայտնվել, այս նույն ոգով, ինքն էլ հարցակվել էին իրանց արևին, էլի, մի րոպե գտնեմ էլի տիկնոջը։ Լավ, նյուժելի չեմ առանձնացրել սա։ Լավ, չեմ առանձնացրել, երևի այս մյուսին գտնենք։ Այս մյուս գյադեն, որ վերջնի ինչ ապատեգատություն կա, ինքը նստում տելևիզորով նայում է, ոգևորվում է, հելնում եթեր անում, էլի։ Հետո գնում ազգային ժողովի դեմը վազվզում է։ Սրանն է։ Սիրիկաները, նիկոլականները ինչ են ասում են, սպիրկը պետք չի, սպիրկը չի կարող գոյատևել, սպիրկը ուժեղ չի, սպիրկը մարդ չի կա։ 10 միլիոն Նախ սրիկա։ Կդնես ու ցույց կտաս որտեղա տես բան ասվել բառացի։ Կդնես ու ցույց կտաս, բայց մուտի լովչիկ այդ ձեր նմանները պարակտողներն են, որ Սփյուռքից մի հատ քաղաքացի նայի, ոսի ոնց էս բանեն ասել։ Այդ ձեր քո նմանները պարակտողներն են։ Շարունակեք։ Հայությունը, որ սպիրկի մեջ ապրում է, որ մենք պայքար ենք տալիս Հայաստանի փոխարեն, այս սրիկաներու փոխարեն սպիրկի հայությունը պայքար է տալիս հայությունը պահելու համար, երակույնը պահելու համար, պատմությունը պահելու համար, այսպես սրիկա նիկոլականները գնացել են պատմությունը Սփյուռքում են պահում, էլի։ Ինչ են ասում են սպիրկը պետք չի, սպիրկը արդեն Նա դեռ իսկ ասես պատմությունը պահելու համար օրինակ Միացյալ Նահանգներում ինչ պայքար է ստանում։ Ինչ Հոգնիկ ու ընտանիքը չինեն սպիրկը, այս սրիկա Եղոյան եւ Նիկոլականներ, մեկ շինեց էս սպիրկը բոլորի հետ ուրեմն։ Այս սրիկան։ Ինքը ոնց հասկացել, այտենց էլ մարդկանց վիրավորում է, Սփյուռքի մեջ պարակտում մտցնելով կոնկրետ։ Սա սրիկա, սա դավաճանություն է։ Բարոյական առումով ինչ ասես սրան քիչ է։ Ասում են մեզ պետք չէ բացես բանը։ Դուք եք ձեր գործունեությամբ մշտապես Սփյուռքին, մեկ հասարակ բան, այս ֆակտը որ դրվեց Հայաստանում, ո՞ց դրվեց։ Մեկնարկը որ դրվեց։ Այս հսկայական մեգա նախագծի։ Որովհետև տերը ով հայ է։ Ասես կարող եմ այս ինչ բանով ձեզ օգտակար լինել։ Ու եղավ։ Պետությանը օգտակար առանց քաղաքական խոսույթների։ Ոչ թե հելավ գնաց ինքնագլուխ, օրինակ, Թրամփին տեսավ, ասի, Թրամփ տանում է մեսի դնեմ Հայաստանին, որտեղ Հայաստանի նետի պետք է, առանց հաշվի առնելու Հայաստանի ռազմավարական ծրագրերը։ Կապվեցին, շփվեցին, ասաց ինչով կարամ ձեզ օգնեմ։
Ինչով կարամ օգտակար լինեմ, ես հարուստ մարդ եմ, ինչով կարամ ձեզ օգտակար լինեմ իմ կապերը բան։ Ասեցին այ որ մի հատ sense բան լիներ, շատ ուրախ կլինեի։ Ասաց օքեյ։ Ու արեց։ Ու всё, անուն ազգանունը մեկը գիտեք։ Գիտեք մեկը։ Հələ ես վստահ եմ, հնարավոր է հայ դատի որոշ ներկայացուցիչներից էլ փորձած լինեն այս պրոյեկտը վարի տան, որ հանկարծ լավ բան չլինի Հայաստանում։ Մենք յուրագույնն ենք պահում, մենք եսիմիշն ենք պահում, պատմությունն ենք պահում։ Հայաստանի եւ հայոց պատմության, գոյության ու հարատևության միակ երաշխավորը ոչ թե ձեր նման հայերն են ու հայկական կազմակերպությունները, այլ Հայաստանի Հանրապետությունն է։ Սա հակաժներիդ օղ արեք։ Կարող ես ինչ-որ մի լավ բան անես։ Դու արա։ Ո՞վ է քեզ խանգարում։ Օրինակ Նարեկ Կարապետյանը Սփյուռքից չէ, լավ օրինակը բերեց էլի բանը, Սփյուռքի ռուսաստանի հայեր։ Եկա պասպորտը անես, մարդը մտավ քաղաքականությունը ուզում է Հայաստանի համար իրա ջոգելով բան անի, ինչ էդ ես էլի համաձայն չեմ։ Բայց իրավական առումով այդ մասով չեմ կարա այդ բան խոսալ։ Ով դաշնակները պիտի Սփյուռքից բացարձակ չխոսան ու նախկինների հետ աֆիլիացվածները այդ թվում։ Ես Սփյուռքին, մեր սփյուռքայությունը շատ լավ եմ ճանաչում, ընդ որում թե Եվրոպայի սփյուռքայությունը, թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի Դաշնության։ Շատ լավ, իրաց թերություններն էլ գիտեմ, առավելություններն էլ ունեմ, այդ նրա ճամփայել ունեմ անցած, ընդ որում ամբողջովին անկուսակցական վիճակում, ամբողջովին նվիրված առանց մի կոպեկի։ Դա քո ընտրությունն է լինում։ Ընտրում ես, փորձում ես լավ անես, անում ես։ Ինչ եք խոսում։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, որոշողը լինի Սփյուռքում ապրող հայը, իմ ընկերներից սկսած, իմ հարազատներից սկսած։ Իրանք այդ դրա պատասխանատուն չեն։ Իրանք կարան շատ սիրեն Հայաստանը, կարան շատ օգտակար կարող են ունենալ երազանքներ, որ մի օր վերջնականապես գան Հայաստան, այ այդ ժամանակը ուրիշ բան դառնում։ Քաղաքացիությունը դուք հասկանում եք ինչ աշխատում, դա տենց մնացել է կարա։ Քաղաքացիություն անձնագիրը նշանակում է հպատակություն։ Ով որ երկրի անձնագիր որ ունի, այդ երկրի հպատակն է ինքը հանդիսանում։ Այդ երկրի օրենքներին է ինքը ենթարկվում։ Որտեղ կան թե պատասխանատվություններ, թե պարտականություններ, թե մյուս։ Տարական բաներ պիտի սկսենք, առաջի դասանի թեմաներից ենք գալիս սրանց հետ խոսալուց արա։ Ու ես գիտեք քիչ դժվար եմ կալվում, որովհետև այս խոսակցությունները երբեք չեն եղել ու ոչ մեկին էլ պետք չի որ լինեն։ Ոչ մեկին պետք չի եղել, որ մարդը անկալի ինչա, որովհետև մի 30 տարի ձեր համար Սփյուռքը եղել է փող գողանալու, փող տանելու բան։ Ձեր համար եղել է կաթուկով, եթե ուզում եք պրյամո լսեք։ Սփյուռքից միլիոններ են եկել Հայաստան, միլիոններ։ Դուք քաղաքացի եք, բայց եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետության ամենածանր ժամանակներում սովից չի մեռել եք նրա համար, որ իր ընտանիքի մի անդամը դրսում է գտնվում ու իրան ամսական $50, $100, չգիտեմ, փաստականի կարգավիճակով մի ձև թրջում են հետև կծում ուղարկում են, իտո դուք էդի տոկոսներ եք պահում վրից։ Ու դուք եք նենց արել, որ ընտանիքի հետ ներկայացուցիչը փախնի Հայաստանից։ Ելքը տենց գտնի։ Այդ չեք եղել, հազարներով ընտանիքներ են քայքայվել, քանդվել հենց նրա համար, որ դուք փորձել եք Ռուսաստանի հետ սահման բանը ինտեգրումը այդ ձևով կազմակերպեք։ Հազարավոր ընտանիքներ, այստեղ դիտավորյալ կյանքը պատածրել եք, ընդեղից էլ պրիվիլեգիաներ են տվել։ Մարդիկ ելնում գնում էին խոփան լեշտանդ է, փաստաթղթի առումով, աշխատատեղ չկար։ Գնում աշխատում էին, մնում էին մի 6 ամիս, տարվա 8 ամիսը տղամարդը լինի արտերկրում, ամեն տարի 10 տարի շարունակ, մի հատ կանիկ ընդեղ կունենային, որ մի օր էլ էս կան գալիս կրած։ Նայում ես, հազար տեսակ հաղորդումներ, այդ հաղորդումներն էլ չնայես, ախր երբ որ հարբում ես դու գիտես էլի։ Քանի ընտանիք եք քայքայել, գոնե դուք հասկանում եք, արա ձեր վատ կառավարման արդյունքում։ Հիմա էլ Սփյուռքը դա մենք ենք, ոչ թե դուք Սփյուռքն եք, այլ ձեր գործունեության արդյունքում նայ հայկական Սփյուռքը ոչ թե հայկական բանը այն փոքրիկ համայնքների ներկայությունը, ոչ թե հայկական ներկայությունը աշխարհում, որովհետև հայկական ներկայությունը աշխարհում շատ հին է, մենք ունեցել ենք
մեծանուն վաճառականներ, բան հազարավոր տարիներով։ Ներկայության մասին չի խոսքը։ Բայց հայկական սփյուռքը, բուն սփյուռքը ձևավորվել է երկու փուլով։ Մեկը դներեք, արանքը մի հատ էլ ուրիշ փուլ է եղել, դա լեզակը։ Մեկը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով։ Հիմի լավ է որ սփյուռքա ստեղծվել, թե չէ, եկեք մի հատ էլ գուշակենք։ Եկեք հասկանանք ոնց են գնահատականը տալիս, դա լավ է որ սփյուռք ստեղծվեց հայերի համար, թե չէ։ Մյուսը սլավոնական երկրներում Սիբիրում հիմնականում Ռուսաստանի 37 թվի բաներով, այո, այդպեսին նույնպես կա, եւ երրորդի մյուս թափը Քոչարյան Ռոբերտի կառավարման, ապիկար կառավարման արդյունքում նրանք Քոչարյան Ռոբերտի երրագլուխների եւ Հայաստանի քաղաքացի ոչ թե եթե միտեղ հասկանում ես Օսմանյան Օսմանյան կայսրությունն է քանդվել, փլուզվել ու այդ ընթացքում թացուչոր կառավարներ ու այնտեղ ցեղասպանություն տեղի ունեցել ու այդ մարդիկ Օսմանյան կայսրության հպատակներ էին հանդիսանում, թեկուզ ապրում էին իրաց էթնիկ բնակավայրում։ Այնուամենայնիվ իրենք Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին, այն ժամանակ քաղաքացի չէր, մի քիչ ուրիշ ձև էր բնութագրվում։ Այս պարագայում պետությունից են փախել, իրանց սեփական պետությունից, որ կարենան ապրեն։ Դուք այսօր հելել եք, սփյուռքը մենք ենք, ու այո, սփյուռքը պիտի ուժեղանա։ Այսինքն դուք ասում եք, ո՞նց ուժեղացնել սփյուռքը։ Թարմացնել, ո՞նց անենք թարմանած սփյուռքը։ Մի 500,000-ի լարենք Հայաստանից։ Կյանքը վատացնենք մի 2 միլիոն հոգի դուրս գա Հայաստանից։ Ո՞նց։ Ո՞նց կարաս մարդուն իր տնից հանես, ուղարկես, դառնա սփյուռքահայ, ո՞նց։ Կյանքը վատացնելով։ Չես կարա ֆինանսավորես, ասես ես փողով եկալ գնա Ֆրանսիայում ապրի։ Դա չի լինում։ Լիլիթ Գալստյանն բերե ներկայացնում իր բանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Մարդը կոմսոմոլ է եղել։ Ու ինքնուրույն երջանիկ է։ Գեղամանությանն էլ Արայիկ Հարությունյանին հակադարձում, ասում դե դու էլ ես լավ սովորում, լավ ես լավ սովորող եղել, եթե այդ ժամանակները լիներ, ամենայն հավանականությամբ դու էլ կոմսոմոլ կլինեիր։ Rasmus, հələ Արայիկ Հարությունյանին հանգիստ թողել։ Դաշնակցության գաղափարախոսությունը ըստ ձեզ, вообще-то այն հին ձևով որ նայում եք, հակա սովետական է, էլի հակա բոլշևիկը հասկանում եք։ Հակա կարմիր բանակայինականը, ոնց ասեմ ձեզ արա։ Դուք կոմսոմոլի բաներով նստած եք ու իրավունքներից պիտի խոսեմ։ Այսինքն եթե ես ինչ-որ բան նկատեմ, ընդ որում հասարակական կազմակերպությունների մասին մարդը վատ է վերաբերվում։ Այսինքն հիմա եթե ես ինչ-որ բան նկատեմ, հանգիստ կարամ գնամ, մտնեմ Լիլիթ Գալստյանի գրած հանդիպում խնդրեմ, հանդիպեմ հետը, ասեմ Տիկին Գալստյան, մի տիկնոջ, ով իմ կարծիք ունենալու իրավունքին արհամարանքով է վերաբերվել։ Հենց նույն ազգային ժողովում մի քանի տարի առաջ։ Ասեմ Տիկին Գալստյան, մտես հարցով զբաղվեք։ Արա ես վստահ լինեմ, որ Քոչարյան Ռոբերտի ներկայացուցիչը ինչ չենք տեսել։ Այսօր ազգային ժողովը вообще ես մի երկրի որ նայում եմ չեմ հավատում որ դա տեղի է ունենում այդ ամեն ինչը իրական է չեմ ինձ թվում է զարթնելու եմ նստած համեմատումը Արցախի ռազմական գործողությունը պատերազմը Հայաստանի դիրքորոշումը պետության դիրքորոշումը համեմատում է Բեն Լադենի գործունեության հետ terroristի գործունեության հետ ու ասում է ինքը ավելի քիչ զոհեր տվել քան սա Լևոն Քոչարյանը Ցնդելու բանա Այս մարդիկ չեն ուզում ընկալել հա մարդը պարզ եւ հետո հարց է տալիս ասում լավ այդ որ ասում եք համայն հայություն բանել դրեք համայն հայության շահ ախպեր քիչ է կարող ասել Հայաստանի Հանրապետության շահի մասին մեր պետության շահի մասին ամեն ինչից խոսացին էլի ֆրծին այդ բանը չասին հիմա նստեմ ես պատմում եմ սփյուռքը դա գիտեք ու ես խոսում եմ արա
Մարդկանց փախստական եք դարձրել։ Եկեք մեզ պատմում եք Սփյուռքն ինչ է։ Հա, Կամո ջան։ ԵԽԽՎ-ում ես Լիլիթ Գալստյանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ դեմ ակավյարկել։ Ես պատկերացնում եմ, եթե այն Telegram կանալներն ու հեռուստատեսությունները պատկանեին քաղաքացիական պայմանագրին, ոնց կա լուսաբանեին դա, բայց ոնց որ դες լուսաբանում չեղավ, էլի, հետի ոչինչ։ Հայաստանի շատ բառը, այս մարդիկ վախում են ասել։ Չեն կարող ասել։ Այդ բառը կապակցությունը իրանց դիվադատար անում։ Եթե հիմա Մուրադ Փափազյանը, չգիտի, ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը կամ, ասենք, ունի խիստ սուբյեկտիվ կարծիք Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտության հանդեպ։ Արա կարող եմ իմանալ իր կողմից որ նա անասուն բան անի, հետո դրա պատասխանատվությունը ով է կրելու։ Բուկան այս ամփուշի պես այս սրանով էլ ես դժվարացնում են, խնդիրներ են առաջացնում։ Բրախ ենք այս դաշնակներին, թող գնան իրանք ես չգիտեմ ինչեր են խոսում, ինչեր չեն խոսում։ Իրանք դուք չունեք կառույցներ, դաշնակցական կառույցները ամեն երկրում մի 10 հոգանոց մեկ գրասենյակ վարձած մեծ բառեր գրելով, այտենց ես իմիջ ենթավերնագրեր, անոտացիաներ գրելով, ձեզ տվում է թե դուք այս հարց եք լուծում, նորմալ հետևորդներ չունեք, սա ձեզից յախա են տալիս։ Բայց այդտեղ ես մի ժամանակ մտածում էի հեղափոխությունից հետո, ասում եմ, այս դաշնակները համահանելու են, լավ կլինի, որ այնտեղ մեր պետությունը, կառավարությունը ինչ որ ձևով կազմակերպչական աշխատանքներ տանի, որպեսզի դպրոցներ ստեղծվեն, էլի հայկական, թե չէ հայ մարդը, որ ուզում է իր երեխեն հայ մնա ու ապրելով տվյալ երկրում, ուզում է կապի հայկականության հետ, ստիպված է լինում կապի դաշնակների հետ։ Ամերիկայից ապրողներ կան, դաշնակցական, չաթում մարդ կա, Միացյալ Նահանգների Ջորջան, այդ բանը դպրոցի, այդ որ իրանք այդպես հայրենասիրական նկրտումներից ելնելով հայկականությունն են պահում։ Մի հատ կասեք, կոնկրետ Հոլիվուդում էլ կա կարծեմ, որ վարվող։ Այդ դպրոցի բանը ամսական կամ տարեկան վարձը ինչ արժի ու շաբաթը քանի օր են դասի գնում։ Խնդրում եմ այդ մեկնաբանությունների դաշտում գրեք, տենանք սրանց հայրենասիրությունը ինչ արժի։ Եկամտաբեր գործ է այդ հայրենասիրությունը, թե սենց ինպես է շեշ։ Հիմի այդ ամեն ինչ գրեն ներկայանան բան, հետո էլ գանստեղ, բա դուք Սփյուռքի համը բանցը ծաղր են իբր էլի։ Մարդը տրամաբանություն է ասում ձեզ։ Մտածեք երկու վարկյալ նոր պատասխան։ Դա է թողնենք։ Գանք ես Եվրամիության ինտեգրման թեմային մի փոքր անդրադառնանք, մնացածը վաղն է ելույթները ժողովուրդ։ Հազիվ Լիլիթ Գալստյանից պրծել էինք, արա հետևից բաներ, առողջապահություններ, որտեղ որ Լուսինեն շատ լավ հանդես եկավ, տրամաբանական շրջանակներում են, որում ամենաարագը ոնց որ թե անցավ, որովհետև բոլորն էլ հաշտ էին դրա հետ, ինձնս տված։ Ու եկավ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուն ուժեղ Հայաստանից։ Ստեմ ճանջի դեմ պիտի էտա։ Լսում է այդ աղջկա։ Լուրջ եմ ասում, լսել եմ ելույթը։ Ուզում եք դնեմ իրար հետ լսեի։ Ուրեմն այդ ինչ ոգևորվածությամբ էր խոսում, թե ինչ կարևոր բան է Եվրաինտեգրումը։ Դա որ ուզում ես ֆրաս ասես իր հետևորդ, իրանց ուժեղ Հայաստանի հետևորդներին, էլի։ Ուզում ես ֆրաս ասես, արա, նայեք ինչ էր խոսում։ Նա մտեք, տակը գրեք, այ թուրք, բան, հələ գրեք, տենանք ինչ է դառնում։ Դուք այդ թեմաներին դեմ չէի կարա։ Որ այդ ինչ էր խոսած։ Այնա հավատում է, կարևորը համոզի, սենց բանով մարդը իմիջայլոց ծնունդով Արցախից լրիվ պրոռուսական թեմայի մեջ, պրոռուսական ուժի հետ, եկել էր, այսօր բացատրում էր ամբիոնից, թե ինչքան անհրաժեշտ է դիվերսիֆիկացումը, չգիտեմ ինչը։ Նախ առաջին հարցը, որ մոտս առաջացավ, ասում եմ ախպեր, մի րոպե, երբ որ են արևմտամետ ուժերը շեշտում են, ասում են արևմուտք,
Ընդ որում ով քփը չէր շեշտում դա, բայց միևնույնն է, խոսքի մեջ ասում էին, որ պետք է դիվերսիֆիկացնել կամ բան։ Նարեկ Կարապետյանը ասում էր, ժողովուրդ, Հայաստանից դեպի արևմուտք որ երկիրն է։ Թուրքիան, ահա։ Հասկացաք։ Հիմա փաստորեն իրան գնում են արևմուտք։ Արևմուտքը Թուրքիան է։ Հետևաբար եթե ուզում ես ինտեգրվես Եվրոպային, ուրեմն պիտի ինտեգրվես Թուրքիային։ Չգիտեմ, դաշնակներս այդ դրոշկը վառեն, թե կողմ կքվեարկեն, ինձ թվում է այդպես սկզբունքայնությունը կբացակայի ու իրենք կողմ կքվեարկեն։ Ինձ թվում է Պուտինը աչքից թուրք է։ Կամ այն ռուս-թուրքական շտաբը դեռևս Հարավային Կովկասում իր հիանալի օպերացիան չի ավարտել։ Չգիտեմ, իսկական Եվրոինտեգրումը գնում մի քաղաքականուր իբր ում ֆինանսավորող ղեկավարը ասում էր այդ Մակրոնն է կամ Փաշինյանի հետ զասվեցին, մասվեցին, ասես բաներ էր խոսում։ Արա Շոտ խնդրում եմ, այսքան տեղը օգնեք մի քիչ զրուցենք։ Ես լուրջ եմ ասում, տորմուզա մոտես։ Ոնց արա։ Քո ֆինանսավորող ղեկավարը հաստատավորված FSB-ի ինֆորմացիոնի ցենտրի ներկայացուցիչ լինի, ու դու ես լուրջ դեմքով հելնես, ասես, այո, արևմուտքը, բան, Եվրոպայի համագործակցությունը, դիվերսիֆիկացիա, ասես, բան։ Արա ոնց է կարում, արա։ Կարող օգտագործես Մանվել ջան, կանաչ, ինչ լավ է, լավ խաբար լսանք, Մանվելը ավտո է առել, խնդրեմ։ Շնորհավորում եմ մեռնեմ կյանքիդ, անփորձանք, միշտ կանաչ ճանապարհ։ Ու միշտ կանաչ ճանապարհ նկատի չունեմ, հենց դաշտերով քշես, ասֆալտի վրով կքշես։ Այս աղջկա ելույթը իսկապես էլի լսելու է, բայց արա ես իմ Իմիջայլաց Աննա Հակոբյանը մեծ նախաձեռնության շրջանակներում բանի այդ կանանց իրավունքների եւ այլնի հրավիրել էր երկու ընդդիմադիր ուժերին միասին այդ թեմաներով զրուցեն։ Առավել եւս որ Լիլիթ Գալուսյանն իրավունքների ոլորտում ալինել, ինձ թվում էր չեն մերժի։ Նարեկ Կարապետյանը ոնց որ թե մերժել է, ըստ հրապարակի, ես հրապարակին այդքան չեմ հավատում, բայց այնուամենայնիվ այն բանն էլ Հայաստան դաշիկներն հələ ձեն չի հանում։ Արա Նարեկ ջան, բախ ես մերժում։ Բա դու չէիր ասում մի 8 ամիս շարունակ, որ դուք հանրային բանի համերաշխության կողմնակից եք։ Այդ դրոշակը չէիք բարձրացրել գալիս։ Չգիտեմ, եկեք հələ այս Եվրոպայի թեման թողնենք վաղվա, լուրջ եմ ասում, հələ դա մարսել է պետք։ Որ հետո կարողանանք փորձենք մեկնաբանել։ Չգիտեմ, աչքից դեմն է, որ Պուտինը Նիկոլին խնդրում էր, ասում էր ռուսամետ ուժերն են, էլի, պետք է մի բան արվի։ Հասկանում եք։ Հիմա սրանք հա, չարձագանքեցին, գիտեք, Պուտինը կարող մուտի դեր անում, չէ՞։ Բայց սրանք չարձագանքեցին, չասին, ախպեր, դա մեր հետ չի, չգիտեն, գնացեք ջոգեք ում է դա։ Մենք չկանք ցած բաների մեջ, չարձագանքեցին։ Վերցրեցին այդ թեման, ասում ջան Պուտինը ասել է, հեսա տեսեք ոնց ենք կալու։ Արա սա աչքի դեմով անցնի։ Ու գան ասեն Եվրո ինտեգրման հանձնաժողով,
ու այդ որ ասում էին, հլա ասել եմ մի կողմ, լավ, ջանդամասի դա իմի մեկը այդ հանձնաժողովի մեծամասնությունը էլի ԿՊ-ն ա լինելու, չնայած չգիտեմ ինչ որ բան դուրս կգա դրանից թե չէ, եվրոինտեգրացիա բանով, բայց Արեգա ջան, արգելիս, գոնե այդքան ամբիցիաներով ու այդ բանով պաթոսով մի ասա, ջոգել ենք, կակնեք ընգե, եմի պիտի վերցնեիք մի բան, էդ եք վերցրե։ Արի կարճ կապի էլի, կարճ կապի գնա նստի տեղատ։ Ինչ էիր հելել համոզում։ Իմիջայլոց Լիլիթը Գարսյան Կամուջան, ոնց հասկացա նաև հակաադրբեջանական բանաձևերին է դեմ քվեարկել։ Տոլի Լիլիթը Գարսյան, տոլի դաշնակ գործընկերները։ Դե արա ես չունեմ։ Անց կուզեի եթե հնարավորությունը լիներ, ցերեկը որ նստում եմ նայելու այդ նյութերը, ասես Play Store-ով իրար հետ նայելով գնայինք, այդ որ տեղում մեկնաբանելով, բրեկներով դժժալով այդ արա էս ինչ արա։ Որովհետև այնտեղ լինում են իսկապես կարևոր խոսույթներ, որոնք որ այսպես կորում գնում են, էլի։ Ու չգիտեմ, բայց դա ամեն օր 8 ժամով կա, չգիտես, որին անդրադառնաս, որին թողես, որտեղ այդ քննարկումներում էլ շատ կարևոր բաներ է, էլի կորում։ Լարիսա Պողոսյան ջանը, ես կարծում եմ չէին կարա չթողնեին։ Չնայած ես էլ էի պահանջում, բայց մյուս կողմից հասկանում էի։ Չէ, մոռանալու չի, պրոստը Գարսա ջան, մոռանալու չի, պրոստը դետալներ կան շատ կարևոր, որոնք չես ուզում բաց թողնես, էլի։ Հիմի կարամ դնեմ օրինակ ազգային ժողովի բանը, ասենք Яндекс.Го. Скидка на первый заказ. Воспользуйтесь промокодом. Կառավարության բանով էլի նայենք։ Վերողություն։ Ազգային ժողովին իսկ խնդրեմ։ Ահա։ Հիմի որ դնենք այս ելույթները նայենք, սա, այսինքն սկսում է, չէ։ Ասենք այստեղից, կներեք, այստեղից զուգահեռ նայելով տենց գնանք։ Էդի կտևի 12 ժամ, եթեր չեմ կարող։ Ու չէ, այնպես հետաքրքիր բայր կա, չես ուզում մեկ ասես, մյուսը բանշանես։ Արգելի գործընկերներ այժմ ների արդյունք է թե Որ ասես, արի էդիկ լավ, մի հատ վերջը գնանք, այս աղջկան մի հատ իրար հետ լսենք։ Հա, մի րոպե։ Էսի ներկայացնում է։ Հա, իմիջայլոց հարգելի հետևորդներ։ Ես պիտի ասեմ, որ նախ այս աղջկա արտաքին տեսքը շատ դեպքերում տեսել եմ ծաղրում եմ, ես խնդրում եմ իմ հետևորդներին, ես ուրիշների հետ գործ չունեմ, բայց նաև նրանց ովքեր որ ինձ ճանաչելով կարան հաշվի առնել։ Ինձ համար մշտապես անընդունելի է եղել դա։ Երբ որ մարդու արտաքին տեսքի կամ ասեն աշկիտ վերևը ուղ կա կամ այդ ունքը չկա։ Ես թույլ տվեք ես այդ տարությունը անեմ։ Ես երբեք օրինակ կողմ չեմ եղել նույնը ասենք օրինակ Շուշան Պետրոսյանի բանը ծաղրում էին, ես դեմ եմ եղել մշտապես ասել եմ, դեմ եմ եղել տեսքով, արտաքին տեսքով առհասարակ որ գնահատական եմ տվել մարդուն, դա ամենավատ բանն է ժողովուրդ ջան։ Խնդրում եմ ովքեր որ լսում են Facebook-ում գրառումներին, ես ամեն ինչ հաշվի առնում, այնպես վատ բան է դա մի արեք։ Բայց աղջկան եկեք լսենք։ Եկավ։ Հարգելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումները, կառավարության քաղաքականության վերաբերյալ սեփական գնահատականը, իշխանության հետ սկզբունքային տարաձայնություններ բազմաթիվ կարևորագույն հարցերում։ Ես չեմ պատրաստում թաքցնել այդ տարաձայնությունները։ Ավելին, Մի քիչ արագացնեմ, էլի, հա, մի քիչ արագացնեմ, որտեղ sense 1.5-ի տակ եմ դնում արագությունը։ Ձեզ հետ սկզբունքային արժեհամակարգային տարբերություններ։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ մեկ այլ սկզբունքային հարցի գոյություն ունի։ Եվ խոսքը Հայաստանի Հանրապետության
ազգային շահերի մասին է։ Պետական պատասխանատվությունը պետք է մշտապես գերակայի։ Հենց այս դիրքորոշումն եմ որդեգրել, երբ որոշել եմ առհասարակ մուտք գործել այս շենք, որովհետև հենց այս դիրքորոշումն է նաև մեր համակցության դիրքորոշումը։ Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակություն, ոչ էլ միանձնյա, միջանձնային եւ միջկուսակցական պայքարի եւս մեկ հարթակ։ Ես այնպես եմ որպես պրոֆեսիոնալ խորհրդարանական կառույց, որի գործունեությունը պետք է առաջին հերթին ծառայի Հայաստանի Հանրապետության շահերին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր Հայաստան Եվրոպական միություն օրակարգի հիմքում համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրն է, որի ուղղություններից են օրենսդրական մոտարկումը, տնտեսական համագործակցությունը, ներդրումները, մարդու իրավունքները, էներգետիկան, շրջակա միջավայրը, անկախ դատարանները, սակայն այս ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում խորհրդարանը պարտավոր է տարբերակել քաղաքական հայտարարությունները փաստացի կատարումից, հայտարարված հնարավորությունները իրականում օգտագործված գործիքներից, իսկ ձևական պարտավորությունները պետության եւ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքից։ Հենց այդ պատճառով հանձնաժողովի խնդիրը Եվրոպական միության հետ հարաբերությունների իրական բովանդակությունը մասնագիտորեն գնահատելը, բաց թողումները վերհանելը, համապատասխան նախաձեռնություններով հանդես գալը, որ պետք է լինի, որպես գործող պայմանավորվածություններն իրականում տարային Հայաստանի Հանրապետության շահերին։ Ես հանձնաժողովում իմ գլխավոր առաքելությունը համարելու եմ անկախ, իրապես անկախ եւ խստապահանջ վերահսողության հաստատումը։ Երբ ես օրինակ բացում եմ ազգային ժողովի կայքը, ուսումնասիրում եմ հանձնաժողովի աշխատանքը, տեսնում եմ, որ հանձնաժողովը օրինակ 2024 թվականին գումարել է 4 նիստ, 25 թվականին 4 նիստ, 26 թվականին 1 նիստ։ Ես իհարկե գիտեմ, որպես դիվանագետ, որ իսկականից լինում են այնպիսի գործողություններ, այնպիսի հանդիպումներ, որ բարձրաձայնման ենթակա չեն։ Եվ առհասարակ դիվանագիտական աշխատանքը չեմ ուզում ինչ-որ նաև անշնորհակալ գործ կարող լինել, որտեղ շատ գործ արվում արվում է ընդերքում, բայց վերևը չի երևում։ Եվ մարդիկ այս պահանջը ներկայացնում։ Ուր է աշխատանքը, բայց առաջինը չես կարող ասել դիվանագիտական ծառայությունից ելնելով քո համապատասխան, եւ երկրորդը կարող ես խաթարել որոշակի գործընթացների։ Եվ այնուամենայնիվ ես մտածում եմ, որ եթե հնարավորություն ունենա այս հանձնաժողովի նախագահությունը ստանձնել, ինձ նախորդողները մեծահոգաբար ինձ ներկայացնեն այն աշխատանքները, որոնք որ իրականացվել, բայց չի բարձրաձայնվել, որպեսզի շարունակեն դրա ինստիտուցիոնալ շարունակականությունը։ Բայց այս օրով առնվազն ժողովրդին հանրային կերպով տեսանելի չի, եւ եթե իրերը ոչ են իրենց անուններով փաստացի պասի գործունեություն կարող են գնահատել որպես։ Կառավարության ներկայացումը ես նաև կարծում եմ, որ մենք եթե հնարավորություն ձեռվի փոխելու այդ աշխատելավոճը, պետք է նաև որդեգրենք հաշվետվողականության մեթոդաբանությունը։ Հանձնաժողովը այլևս չպիտի լինի գործադիր գծորդը, այլ պիտի լինի այն կառույցը, որը քայլ առ քայլ, հոդված ստուգելու է կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Կառավարությունը պետք է պատրաստ լինի, որ հանձնաժողովը տալու է բարդ, անհարմար հարցեր, բայց մասնագիտական իհարկե։ Ես սա պարզապես որպես որդեգրելի մոտեցում չեմ ասում, այս մոտեցումը բխելու է իշխանությունների տարանջատման սկզբունքից, որի գոյությունը Հայաստանում այսօր ցավոք կասկածների տեղ է տալիս։ Սիրելի հայրենակիցներ, եվրոպական ինտեգրումը ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության օրակարգը չի կարող լինել։ Այն Հայաստանի Հանրապետության օրակարգը պետք է լինի, եթե գործադիրի քաղաքականության մեջ լինի հստակ որոշում։ Այդ որոշումներ պետք է լինի հիմնված Հայաստանի շահի պրոֆեսիոնալ խորը համապարփակ վերլուծության վրա։ Սա ճաշակի լոզունգների հարց չի կարող լինել։ Այսօր Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են, անհերքելի է։ Արձանագրեք նաեւ, որ դուք ստացել եք անցած տասնամյակների ընթացքում ձևավորված Հայաստան-Եվրամիություն համագործակցության տրամաբանության մեջ հարուստ իրավապայմանագրային բազա, որը հաստատվել որոշակիորեն նաեւ ձեռնորոշում։ Իրական արժեքը որոշվում է ոչ թե ստորագրված փաստաթղթերի քանակով։ Ասում է Սերժը Եվրոինտեգրման թեմայով դες լավ բազա է ձեզ թողել։ Արա սրղե կուրսի չի որ Սերժը թեկել Եվրոինտեգրման թեմային վրա։ Ну, անունը չի տալիս, չէ՞, ասում է հարուստ բազա է ձեզ թողել։ Ինչ հարուստ բազա, Եվրոինտեգրման թեմայով 13 թվականից հետո երբ որ մենք մտանք ԵԱՏՄ, ինչ բազա է։ Խոսում եք լավ որ բան էլի դες դրանց կատարման մակարդակով եւ Հայաստանի Հանրապետության համար գործնական արդյունքով։ Ավելի բարձր արտահայտվեն մեր պարզ քաղաքացու կյանքում ինչ է փոխվում մեր ստորագրած փաստաթղթերից, մեր գործողումներից, մեր հանդիպումներից, մեր պարզ քաղաքացու կյանքում ինչ որակական փոփոխություններ են բերում դրանք այս հարցին պետք է պատասխանենք եւ սրան պետք է ցկտենք։ Հարգելի հայրենակիցներ, եվրոպական օրակարգը եւ ինտեգրման լոզունգները պետք է դադարեն ծառայել որպես քաղաքական քողարկող պաստառ եւ ներսում տեղի ունեցող ապօրինությունները, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները, քաղաքական հետապնդումները եւ իրավապահ համակարգի կամայականությունները փոխելու համար։ Տիգրան Գրիգորյանը ես վաղուց եմ աշխատել, կներեք էլի։ Տիգրան Գրիգորյանը գներ, երբ պիտի հասկանաս, որ դաշնակ Դավաճանը առաջնորդվում է հեղինակությունների մակարդակով։ Լուրջ, արա ոնց մտածում եմ չեմ կարող հասկանամ Տիգրան Գրիգորյան ջան։ Պատկերացնում ես։ Դու ինձ ես ասում։ Դաշնակների այդ թեմաների ես պրոստը չեմ ուզում զրոյից պատմելով կամ ու ամեն անգամ դաշնակներից խոսելու զրոյից չեմ պատմելու ով։ Գնայ դու 6 տարի դու չես լսել, ես ինչքան բան եմ պատմել։ Ու ինձ ասես երբ պիտի հասկանամ Ինչ է։ Բա որ պարզվի այնքան բան եմ հասկանում, որ դու կարող ես երկու բան նոր ես սկսել հասկանալ, ընկեր ջան։ Դու մի քիչ ձևակերպել սովորեք, էլի միտքը։ Վերաբերող կոնվենցիաները ամրագրում են, որ մարդու հիմնարար իրավունքները բացարձակ են, համընդհանուր եւ չունեն աշխարհագրական եւ քաղաքական սահմաններ։ Եթե դա այդպես է,
Ապա ես ունեմ սկզբունքային եւ շատ գուցե անհարմար հարց առաջին հերթին հենց Հայաստանի իշխանություններին։ Ինչու այդ համընդհանուր իրավունքները չպիտի վերաբերեն արցախահայերին։ Ոչ մի սուբյեկտ չի կարող իր քաղաքական մոտեցումների հիմքով չեղարկել միջազգային իրավունքի սկզբունքներն ու կարգավորումները։ Պարզ ասած, մենք իրավունք չունենք։ Ասեմ խիչի վերաբերում արցախահայերին։ Խիչեր վերաբերում արցախահայերին, Արեգա ջան, որովհետև Արցախի իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանն նախ իրենց անվտանգության երաշխավորը, երբ որ Եվրոպան ձեռք էր մեկնում, նրանք մտան Ռուսի հետույքը ու նրանց աչքի առաջ բան եղան, էթնիկ զտման ենթարկվեցին։ Քեզ կարող է ուրիշ բաներ են պատմել, թե Ռուսաստանը ինչ լավն է, Ռուսը ինչ լավն է, ուրիշ բաներ ուզում անել, այս Նիկոլը չթողեց արա բաման։ Բայց այդ ամենը դրա համար տեղի ունեցավ։ Անգամ Արայիկ Հարությունյանին բերին նստացրեցին CNN-ներ, BBC-ներ, բրյամո հարցեր էր տալի, որ ջոգեն, որ ինքնորոշվեք, ինչ անի Եվրոպան, հա, ձեզ կանչում էին Եվրոպայում խոսալու ձերոք այնքան դեմնգան ձերոք ասելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եկա դեմնգան վերջում Եվլախ գնացին բան ստորագրեցին, կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Հիմա ես իզուր չասեցի էլի, որ ընդ որում Արցախցի ծնունդով, իզուր չասեցի էլի, զանազանելու համար չի սա, բայց ես թվում է, որ դա պիտի դեր խաղա բանի, դուք դրել ես ասում ես ինչու, դուք չեք քննադատում բանը, եվրոպական հարթակները, դուք չեք դատապեդում, դուք չեք ծաղրում, դուք չեք ընտրում Ռուսաստանին ու վիզ դրած ասում չէ միջազգային մանդատ իրան տվեք, երբ որ ձեզ առաջարկվում էին բաներ, չէ թող Ռուսաստանն էլ լինի, թող Ռուսաստանը լինի, շարունակենք, չհարգելու մարդու իրավունքները։ Իրավունք չունենք հրաժարվելու միջազգային պայմանագրերով ստանձնած մեր պարտավորություններից։ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը ճանաչում է սեփական երկիր վերադառնալու յուրաքանչյուր անձի անքաղթելի իրավունքը։ Այս իրավունքը կախված չէ անձի քաղաքացիությունից, այլ տվյալ երկրի, հողի, մշակույթի եւ իշխանության հետ ունեցած անհատի խորը եւ տևական բանա, իմ միջանոց այդ վտանգը կա, այդ վտանգը ես զգում եմ, որ թազա իրանց կողմից մի աննորմալ արտահայտություն անելու են, բան, որպես Հայաստանի ազգային ժողովի դիրքորոշում Արցախի թեմայով։ Որևէ իշխանություն, անգործության կամ Ինչու եկել ինտեգրման, իրան չեն բերել ինտեգրման համար, եվրոինտեգրման թեմայով, որ տենց վերահսկել բան։ Հակառակ իրան բերել են, որպեսզի խափանեն այդ պրոցեսը։ Նու դժվարացնեն, չեն կարող խափանեն, որտեղ ամեն դեպքում այնտեղ այլ բաներ կա, բայց գոնե կդժվարացնեն գոնե տպավորությունների վրա հակադիր ազդեցություն կունենա հաստատ։ Այդ է։ Ոյզուր չեն բերել։ Հաշվի են առել, չէ՞։ Դերի զրկել դրանից։ Արցախահայերի հարցը սահմանների եւ տարածքների հարց չէ։ Արմատու իրավունքների համընդհանրության եւ այդ սկզբունքի պաշտպան համարվող պետությունների հեղինակության հարց։ Հարգելի հայրենակիցներ, ի վերջո ձեզ պետք է խոսեն անկեղծ, պետք է խոսեն պարզ։ Եվրոպական համագործակցությունը, եվրոպական ինտեգրումը եւ եվրոպական միության անդամակցությունը փոխկապակցված, բայց նույնական չեն։ Այս գործընթացներից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական, տնտեսական եւ իրավական հետևանքները, որոնք կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Գործընթացներից յուրաքանչյուրը պահանջում է մասնագիտական եւ պատասխանատու մոտեցում, վերլուծություն հիմնված բացառապես Հայաստանի ազգային շահերի վրա։ Հարգելի հայրենակիցներ, եվրոպական ինտեգրումը նախ եւ առաջ պիտի ընկալվի որպես մեր երկրում տարբեր ոլորտների եւ ինստիտուտների անդիականացման հնարավորություն։ Բան որ այդքան բանը Նիկոլա ասում էր, խեք մտնում ինչ ասես գնում։ Մարդը ասում էր, ախպեր ջան, բերենք նախ դե եվրոպական չափանիշների հասցնենք մեր Հայաստանը, օգտագործելով որոշ հնարավորություններ։ Հետո, երբ որ դառնանք այդ չափանիշների մեջ, կդիմենք, կընդունենք, լավ է, չընդունեն լավ է, մեկը արդեն հասած կլինենք այդ չափանիշներին, որովհետև դա լավ է։ Դուք ասում եք, այդ սա ամեն ինչի մեջ դրել եք, անգամ գոմիկների թեմա եք բացում։ Էժան ապուշ թեմա։ Որպեսզի դեմոնիզացնեք Եվրոպան ու արժեզրկեք այն կարևորությունը, որ մենք կարանք զարգանանք։ Հիմա այդ նույն բանը կանգնել կրկնում ես քո ձևակերպումներով։ Հիմա ինչ են անելու, ձերոնք կողմ են քվեարկել։ Ուրեմն ասեմ, ուժեղ Հայաստանը, եթե այս աղջկան կողմ քվեարկի եվրոինտեգրման հարցով, ուրեմն կողմը քվեարկում Պարյամո Նիկոլ Փաշինյանին։ Ու նրա խոսույթին ու ընտրած ռազմավարությանը։ Պարյամո այդ է նշանակում, ուզում եք ուզեք, չեք ուզում ուզեք։ Մեր քաղաքացիների առօրյա կյանքի որակական փոփոխությունը։ Մենք հաճախ ենք խոսում աշխարհաքաղաքականության մասին, սակայն քաղաքացու համար եվրոպական ինտեգրումը պետք է ունենա շատ ավելի կոնկրետ բովանդակություն, պետական ինստիտուտների որակ, իրավունքի գերակայություն եւ միատեսակ կիրառում, կանխատեսելի կանոններ, Բայց մի րոպե, դուք Ռուսաստանի հետ, որը տենց սիրում եք աշխատել,
Այսքան պրիզնատեք չէ գալի, որ все-таки разваленный երկիր է, ունը մարդու իրավունքից սկսած, զարգացման ծրագրերից վերջացած որևիցե մի լավ բան չկա։ Արա բախի եք այդքան իրանց փողերով եկել այստեղ, քարոզարշավները, մարոզա, իրանց ալդեջան, իրանց հնարավորությունները կիրառում Հայաստանի դեմ, որ Հայաստանը քաշեք կացեք ռուսական գոտի։ Խի, արա, խի։ Խի, հիմա ինչ ես խոսում, Ազիզ ջան դու։ Այդ այն Եվրոպան է, ով որ Հայաստանի Հանրապետությանը որոշակի գումար է հատկացել, ձեր դեմ պայքարելու համար, բանը, հիբրիդային պատերազմ մղում եք դուք։ Նա ինչ ինտուզիազմով է ինքը ներկայացնում Եվրոպան։ Լուրջ եմ ասում ցտելու բանը։ Եթե չնայեմ ով է ներկայացնում, ինչ ասում է տոշնի ասում։ Ну, 90%-ը տոշնի է։ Բայց նայում ես ով ասում չի լու, խփում է դուք է տալի։ Ոչ արճակատում, հանուն արճակատման։ Ոչ էլ քաղաքական ներկայացումներ։ Այդ խորհրդարանի բնականոն ինստիտուցիոնալ գործառույթ սա պիտի լինի մեր աշխատելավոճը։ Հանձնաժողովը կարող է դառնալ անկախ եւ պահանջկոտ խորհրդարանական վերահսկողության լրացուցիչ երաշխիք։ Հարգելի հայրենակիցներ, Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի հնարավորությունների դիվերսիֆիկացման նպատակին։ Հայաստանի պես աշխարհագրորեն փոքր պետությունների համար մեծ է ռիսկերի հավանականությունը մեկ շուկայից, մեկ տրանսպորտային ուղուց, էներգիայի մեկ աղբյուրից, ներդրումների մեկ աղբյուրից չափազանց մեծ կախվածություն ունենալը։ Սակայն ցանկացած Դուք մեկ ինչ ասում։ Trolling են անում, չոտքի trolling են անում։ Կայֆovat են լոբերները սա։ Դե չէ, ասում շատ մեծ ռիսկ է էլի, որ մենք մի պետությունից ենք կախված չափից։ Արա շեֆի աղբերը Սերժի բան, արա։ Չգիտես ո՞րն ասես։ Հիմա պիտի դնես 1130 տարին պատմես թե ոնց են Հայաստանը դարձրել Ռուսաստան սրանք։ Հիմա հենց ինչ ասում։ Երբ որ Նիկոլն ասում է շատերից անկախությունը ինքը Իրանով շատերից կախվածության մեջ է կայանում։ Ու կախվածություն եւ այլն։ Արա սրանք եղաններով հելելեին հունձի արա, հեսա փրթենք տապենք ես ինչ եք ասում։ Հիմա դու ես ինչ ես ասում, նույն միտքն ես ասում, Ազիզ ջան։ Բայց ասում եք պետությունը տարեդրել եք մի զամբյուղի մեջ։ Հիմա Ռուսաստանի օլիգարխը, արա չկասես բան։ Մինչև չես նայում ով է խոսում, սա նորմալ է, հենց նայում ես ով է խոսում խփում է։ Գլակ, շարունակենք, շարունակենք էլ։ Կարևոր մի հանգամանք, որ դիվերսիֆիկացումը չպետք է նշանակի մեկ կախվածության փոփոխություն մեկ այլ կախվածության։ Դրա իմաստը ճիշտ հակառակն է։ Դիվերսիֆիկացումը պետք է ընդլայնի Հայաստանի Հանրապետության հնարավորությունների եւ ինքնուրույն որոշումների տարածքը։ Մենք ունենք տնտեսական դիվերսիֆիկացիայի խնդիր, որի հիմքում այն է, որ մենք չենք կարողացել ստեղծել մրցունակ տնտեսություն, որը կապակցի տնտեսապես բարդ ապրանքներ եւ Եվրոմիության հետ հարաբերությունները նաեւ այդ պատճառով է շատ կարեւոր, որ լավագույն փորձը եւ գիտելիքը եվրոպական ինստիտուտների եւ ինստիտուտներից զսպումների եւ հակակշռների մեխանիզմները վերցնենք, մեզ մոտ տեղայնացնենք, արդյունքում ունենանք զարգացած տնտեսություն, մենք էլ այդ մրցունակ արտադրանքը կարողանանք արտահանել ավելի լայն շուկաներ, մեծացնելով հայկական արտադրանքի աշխարհագրությունը։ Սիրելի հայրենակիցներ, Այդ դուք չեք ծաղրում հայկական արտադրանքի աշխարհագրության մեծացումը։ Տեսեք, ընդամենը 1000 ծաղիկ են տարի ով առնելու, հայկական ծիրանը ով առնելու, հայկական ձուկը ով իհարկե խնդիրներ կան, նոր այդ ամենը տեղի ունենում ու շատ ֆերմերներ որոշակի դժվարություններ կրում են, ու կրում են լուր ու հասկանում են, որ դա կրում են իրենք համապետության ինչի համար ապրել։ Ես անձամբ քաղաքացի շնորհակալ եմ։ Բայց արա դուք ծաղրում եք դա, դուք ասում եք դա չի լինի, դա չի կարա լինի, ոնց կարա լինի, հետաքրքիր չի ոչ մեկի։ Արա լավ։ Կդրեք գոնե նախընտրական դեբատը նայեք Նարեկ Կարապետյանը ինչեր էր խոսում։ Արեգա ջան։ Բայց հալալ ա քեզ լուրջ եմ ասում, էս որ մարդը որ ուզում է, ասում եմ, չէ, իրանք գիտեն ժողովուրդ ջան, բայց իրանք դնում են էշիտեր իրանց էլ ձեզ է, շատերին, իրանց էլեկտորատին դնում են էշիտեր ու ձևակերպում են իրանց ասելքներից ոնց իրանց է պետք, ոչ թե ոնց իրականում կա։ Իրանք շատ լավ գիտեն, որ այո, Եվրոպան է, ես երթվում եմ, քիթս կտրեմ, եթե իրանք ընտրած լինեն բանը, ԵԱՏՄ-ի ինտեգրման հանձնաժողովը, նույն ինտուզիազմով խոսալու են ԵԱՏՄ-ից ապել։ Էսի, չկոսես բանը, սրանց ընտրողներ,
Տեսնում եք, որ իրանք գիտեն, այդ դուք չգիտեք, ու իրանք ձեր չիմանալու վրա վերադասավորվում են, ինչ ուզում խոսում են, որ ձեները քաշեն։ Իրությունը ենթադրում է հողադարձություն։ Եմայի հետ մեր հարաբերությունների տրամաբանությունը այնպեսին է, կարծես մենք անընդհատ խնդրողի դերում ենք։ Մենք անընդհատ ինչ-որ բան ենք խնդրում, ակնկալում։ Ինձ համար սա ճիշտ որոշում չէ, ավարտում եմ։ Ինձ համար սա ճիշտ դիրքավորում չէ առհասարակ արտաքին քաղաքական դաշտում, որովհետև արժանապատվություն չի բերում կարծես մեզ։ Ես մտածում եմ, թե մենք ինչ կարող ենք տալ Եվրոպական միությանը։ Եվ որոշակի մտքերից ես հասկացել եմ, որ կա մի բան, որը որ տեխնիկական ստանդարտների համապատասխանեցման խնդիր չունի շատ վաղուց։ Դա հայկական նորարարական ստեղծագործ միտքն է։ Կարծում եմ, որ մենք պետք է գիտական եւ կրթական ծրագրերով եւ ենթակառուցվածքներով ստեղծենք այնպիսի բարենպաստ միջավայր, որ այդ միտքը հասնի իր գործնական դրսևորումներին տնտեսության, պաշտպանության, առողջապահության եւ մյուս ոլորտներում։ Իսկ հնարավորության դեպքում պետք է ապահովեն, որ հայկական մտքի արտահոսքը չլինի դեպի Եվրոպա, այլ հակառակը հայկական միտքը մնա Հայաստանում եւ այստեղից արդեն համագործակցություններ լինեն եվրոպական գործընկերների հետ։ Մի րոպե, հայկական միտքը։ Բայց Սփյուռքը ո՞նց անելու, եթե հայկական միտքը արտահոսք չունենա։ Սպանում եք Սփյուռքին, արա։ Կամ վլայտի մի կողմ։ Սամվել Կարապետյանը հպարտանում է իր ներդրումներով Հայաստանում, իր հայրենասիրական դրսևորում է դա ինքը համարում, ես համարում եմ դա բիզնես։ Բերեց տեղ տաշիր պիցաների ցանց բացել։ Շուկան գացելակա բացեց։ Կարևոր մարդիկ են աշխատում։ Հետո նա ուրիշ զավոդ բացեց։ Հետո հետը բան ասեց։ Մի խոսքով բիզնեսներ։ Հետո ասում եմ, ես հայրենասեր եմ, որովհետև բիզնեսներ եմ բացել Հայաստանում, աշխատատեղեր եմ ստեղծել։ Ես ամենատեղ 300,000 աշխատատեղ եմ ստեղծելու։ Բոլորս ենք հասկանում, որ 300,000 բարձր աշխատավարձով բարձրատրվող աշխատատեղ Հայաստանի Հանրապետությունում ստեղծելը անհնար բան է, չի կարա դա լինի։ Ու Fiverr-ի նման բանը, որ ստեղծվել, այնտեղ մի 50 աշխատող է, հասկանում եք, բարձր մակարդակի կրթություն բանը խոսքով սա մի կողմ։ Բայց նորարարական ինչ-որ բիզնես չէ, հələ ծրագիր իրականացնել կամ ֆինանսավորել տենց ծրագիր, հետ չեղել է, իր համար։ Արա ինքը չէր ասում, սրանք ապուշ են, գնացել դպրոց են սարքում, փոխանակ զավոդ բացեն, թե ինչ են սես բաներ ալ։ Մոլեր էր բացում, վարձով տալիս էր տեղերը, արա։ Հիմա դու եկել ասում ես հայկական միտքը պետք է ներդրու, ես ինչ չանեմ։ Դու այդ մտքերը Սամվել Կարապետյանի մոտ արտահայտել ես, Արեգա ջան, քեզ դրա համար էլ իրաց թիմ վերցրել։ Ասել մի րոպե մի հատ էլ Եվրոպա մետ ունենանք։ Դու դրա համար ես թիմում։ Բայց պրծնում է ժողովուրդ ջան, եկեք դիմենք համբերությամբ, այս սաղ տեղի ունեցել, հասկանում եք այսօր։ Դրա համար լեզուս չի ֆռում խոսամ, չգիտեմ ինչ խոսամ, ոնց խոսամ։ Մի րոպե, կանխատեսելի ու վստահելի Եվրոպայի համար կանխատեսելի եւ վստահելի գործընկեր լինելու բանից խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարի հերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Այսինքն, խեմ Սերժ Սարգսյանին հիշացնում այս կոնտեքստում, որովհետև վստահելիությունը վերականգնել Եվրոպայի Սերժի դեմքով աշխարհի ամենաանհնար բանն է։ Այդ մարդը մի գիշերում այդ վստահելիությունը գցել է ունիտազը ջուրը քաշել է վրան, արա։ Հասկանում եք։ Գցել է ունիտազը ջուրը հաջորդ օրը էլ նրանք սպասում են, որ ինքը պիտի մի բան ասի, ինքը էլ ասել է ես գնացի հատում։ Դուք ի՞նչ եք խոսում։ Այսինքն դուք դատապարտում եք Սերժ Սարգսյանին, ուզում եմ ջոգեմ, էլի։ Ասենք շատ լավն էր արել, լուրջ եմ ասում։ Ինձ թվում է այս ամեն ինչը, եթե առարկա լիներ, ինքը փափուկ արջուկ կլիներ։ Այնպես է փակված տարածայինությունները բաց եւ անկեղծ քննարկելու կարողությունը։ Դա է նաեւ երաշխավորում իրական արդյունքը։ Վստահելի գործընկերությունը չի նշանակում սեփական դիրքորոշման բացակայություն, սեփական ազգային արժեքների երկրորդում եւ սեփական դեմքի կորուստ։ Հարգելի հայրենակիցներ, եզրափակելով կցանկանայի հիշեցնել, որ հայ ժողովուրդը ռուսական ուղղությունը սեփական դեմքի կորուստ ենթադրում է, չէ՞, որ դուք շահագրգռված եք ԵՄ-ի ինտեգրման process-ով զբաղվեք։ Իմանալու համար զուտ։ Եվրոպայի հետ նոր չեն եւ շատ ավելի խորը պատմություն ունեն։ Իսերով ընդհանուր պատմություն, լեզվաբանիկ, ունենալով հազարամյա առարկատնտեսական հիմքեր եւ կրոնական ընդհանուր հավատքի հիմքով համամարտային արժեքներ եւ իրավունքներ ձևավորական իրավունքներ։ Ես անոր այստեղ Ես երդվում եմ։ Ես այսօրվա պես հիշում եմ,
իմ եթերներից մեկի տակ, ուժեղ Հայաստանից մի քանի հոգի, արա վերջ բանը ասավ նրան, որ անես բարերին օգտագործում, ստիպված սկսեցին բլոկեր սրանց, որ ես չեմ սիրում բլոկել։ Արա հարկել էին կանալից մենակ նրա համար, որ ես ասում եմ, ախպեր, մենք Եվրոպայի հետ ունենք ավելի վաղուծված պատմական մշակութային կապեր, քան Ռուսաստանի հետ։ Չեմ ասում որն է լավ, որն է վատ, բայց դա իրականությունը տենց է։ Արա, սրանք գիտես ինչ կինեն բր, բայց մի գնացեք Արեգայի էջի տակ կայֆավա տեղ եք, արա, դա ինչ էր խոսում։ Մեզ դիտում են նաև մեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև դիտելու են մեր միջազգային գործընկերները, ես կուզենայի նաև նրանց դիմել։ Dear colleagues, with a deep appreciation of fundamental European values as we share, and as well as the clear understanding of the challenges facing Armenia and the wider global community, we look forward to engaging with you in constructive and meaningful cooperation. We are confident that our joint efforts will contribute to strengthening mutual trust and further deepening our relations, ultimately serving the interests of our bilateral partnership and above all the citizens of the Republic of Armenia. Իսկապես մենք պատրաստ ենք համագործակցելու, պատրաստ ենք մեր դիրքորոշումները ներկայացնելու նաև մեր միջազգային գործընկերներին, եւ հիմա ես պատրաստ եմ հանդիպել ձեր հարցերը, բայց կարծես ժամանակ արդեն չի շարունակալու։ Վաղը լինելու են հարցը պատասխանները, արա վաղը շոուի է լինելու լուրջը վասը վախտել, վաղը կարելի է ոչ մաչը ձեռնարկել նստել այդ շոու։ Ապրես առավոտ գործեր ունեմ պիտի դուրս գամ, բայց հետո պիտի հապով ելեմ օֆիս նստեմ նայեմ, չկա սկզբան։ Արեգա ջան, ես չէի սպասում, որ սա կասեմ, բայց ես ոչ թե ձեր քաղաքական կուրսի հետ, այլ քո ասածների հետ ամբողջովին համաձայն եմ։ Չգիտեմ, սա երևի ամենաաբսուրդ բանն է, որ տեղի է ունենում։ Տիկին Արեգա Հովսեփյան, եթե չեմ սխալվում, հա։ Ես Գներ Սարգսյանս ձեր ելույթում հնչած բոլոր մտքերի հետ ամբողջովին համաձայն եմ։ Ամբողջովին։ Հա։ Բայց դեռ Նարինեն լավ է գրել, էլի։ Ասում է, հետո կլսես, ամբողջը հակառակ է խոսելու, հիմա ընտրվելու խնդիրն է։ Շատ ճիշտ է գրել։ Գնել չսխալվես, չեմ սխալ, ասածների հետ, ոչ թե իրանց հետ, ես գիտեմ իրանք ինչ են ով են, բայց այս ասածների հետ, ասում ավելին այս ասածները 5 տարի ասում եմ։ Այ կզբան։ Լավ, ու պատկերացեք սենց, ամեն մեկի ելույթը, սենց մտնում, ստից խփում, ստից եթում, չես հասցնում այդ կենտրոնանաս մեկի վրա։ Ինչ ուզում խոսում են գժի դարը։ Լավ, օգտվելով առիթի Ջորջ ջան, թույլ տվեք ասեմ, որ վաղը կտեղադրեմ այն գրքի երկրորդ հատորը, երկրորդ արդեն բանը, մասը, դες հələ մի 10 մաս կլինի իմ կարծիքով 8-ից 10 մաս, բայց ասեմ, այսօր եմ ձայնագրվել վաղվանը, ուրեմն շատ դժվար արդեն կարդացում այս հատվածը, որովհետև ծանոթություններն ու առաջաբաներն են շատ դժվար է գնում, եթե ինչ, ապա ասեմ, որ գիրքն է այդպիսին, էլի, ինքը բանա, մի պատմվածք չի, որ սեր սիրուն գնանք, էլի, այնտեղ խորհուրդ կտամ ինքներդ էլ ձեռք բերեք կարդաք, երևի ձեր ընթերցելու ձեզ ավելի հետաքրքիր կլինի ու ավելի ըմբռնելի, որտեղ ուրիշի ուղղակի խոսքերը մեջ բերումները, հետո դրանք նույն փակագծի մեջ հետո մի բառը կապակցումը, շատ բարդ աշխատանք է, անգամ բարդեր ընթերցելու համար, ասած ասեմ, ձեզ գրապարարել են, արևմտային են, մի խոսքով։ Բայց կարևորը ընդհանուր պատկերը տեսանելի է դառնում, ու այդ անուններից պետք չի վախենալ չհիշելու բանով, այլ միտքը ընդհանուր կհասկանալ, խեշտեկ 2-ի արդեն տակա լինելու ենթավեռնագիրն է միայն գրվելու, այդպես մինչև վերջ։ Դիտել են, մի 300-400 հոգի մարդ դիտել էր, չգիտեմ, այսօրվանը, եթե վաղը հրապարակեմ, դրանից հետոյի դիտումները ինչքան կլինեն, որտև այս մեկը լավ դաժան գնաց, էլի, ծանր գնաց, բայց վաղվանը ոնց որ արդեն սկսում է ավելի պարզվել արդեն, այդպես է ցանկացած գիրք, որ վերցնում ես սկիզբը մի քիչ դժվար է գնում, էլի, բայց դա կընթերցենք կանցնենք առաջ, պետք է իմանանք Ադրբեջանի տեղում, Ադրբեջանի տարածքում ինչ իրադարձություններ են եղել, հայկական հետքը այդտեղ եւ այլն, եւ մյուս ցեղերի, ազգերի, ժողովուրդների կամ ասենք թագավոր իշխանություններ, մարզպետ, մի խոսքով ասած, հետաքրքիրն է, լավն է։ Լավ է, Ժողովուրդ ջան, այդի հենց վերջացնենք, ուրիշ գրքի կանցնենք, երևի ավելի այլ թեմաներով էլ հետագայում, եթե իհարկե դիտողականությունը պահպանվի։
Այսպես կուզեի մի 8 ժամը ամեն օրվա քննարկումների ուղիղ եթերում սենց արձագանքելով գնենք լուրջ եմ ասում պոպկորնով նայելու ազգային ժողովում ենք։ YouTube-ում եմ էլի դնում Կամո ջան։ YouTube-ում եմ դնում միշտ նույն նկարով է լինելու, մի րոպե ասած ցույց տամ, որ հասկանալի լինի, ուրեմն հեսա վիդեոների դաշտում է։ Վիդեոների դաշտում է, այ հեսա, ինքը հես երեկվանն է, այս ռեկլամ բացարձակ երեկվանն է ու այսօրվան էլ վաղը կդնեմ, այսօրվա նկարացը վաղը կդեմ, ամեն օր ցերեկը կգցեմ, էլի, հեսա։ Նենց, ողջույն, հարգանք։ Ու գրքի նկարը հիմնականում կդնեմ, նկարը այս տեսքը ունի, որ ամեն անգամ նոր նկար չփոխեմ, մոտավորապես այս տեսքը ունի, բայց այս վերնագիրն էլ չեմ գրի, մենակ հեշտեգով երկրորդ, երրորդ, չորրորդ sense կգնանք ու ենթավերնագրերը կդնեմ գրքի միջի արդեն, որ ձեզ էլ հասկանալի լինի։ Այսօրվանը մի քիչ դժվար եմ կարդացել, ներող կլինեք, բայց էտա, ինչ ունենք էտա։ Չգիտեմ Կամո ջան։ Երևի քոնը դու նայում ես Ռյամո էֆիրները, դե վիդեոների դաշտը որ մտնես կբերի։ Դե ինչ լավ եղեք, բարի գիշեր ձեզ, ժամուկեսի եթերի մի եղանք, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն դիտելու, տարածելու, շնորհակալություն արձագանքների համար, լավ եղեք։